կխոսեմ մի փոքր հիպնոզի եւ հիպնոթերապիայի մասին որպես հոգեբան։ Հիպնոզը ընդհանրապես մարդկանց մոտ ընդունված է այսպես հրաշք, բուժիչ միջոց։ Իրականում հիպնոզը ոչ կախարդական միջոց է, ոչ էլ ինչ-որ վնասական միջոց է։ Կարևոր է, թե հիպնոզ կատարող մարդը ինչքանով է լավ մասնագետ, արդյոք մասնագետ է թե չէ, հա, եւ ինչ խնդիրների դեպքում է կիրառում հիպնոզ, հիպնոթերապիա։ Ուրեմն առավելությունները, հա, հիպնոզի առավելությունները կարա նվազեցնի ուրեմն սթրեսը, անհանգստությունը ժամանակավոր, ինչպես նաև կարա կիրառվի ցավի ժամանակավոր մեղմացման, օրինակ ատամի ցավ, գլխացավ, դրա համար, նաև ինչ որ քնի խանգարումների որոշակի դեպքերում կարա, հա, կիրառվի։ Նշեմ, որ հիպնոզի ժամանակ մարդը չի քնում, որը որ բավական տարածված միֆ է, որ հիպնոզի ժամանակ մարդը քնում է, չէ, մարդը չի քնում հիպնոզի ժամանակ, մարդու մոտ լինում է խորը ուշադրության կենտրոնացում, որից նա կարա ամեն պահի դուրս գա, ամեն պահի կարա դուրս գա եւ ինչն է ռիսկերը, հա, հիպնոզի, ռիսկերը շատ են կարծում եմ, առաջինը դա կեղծ հիշողությունների ձևավորումն է, մարդուն կարող է թվալ, որ իր հետ ինչ-որ բաներ են պատահել, որը իրականում չի պատահել, կեղծ հիշողություններ, հաջորդը դա հուզական արձագանքներն են, եւ անհանգստության խուճապի բարձրացումն է, նաեւ փսիխոզն է, այսինքն գոյություն ունեցող փսիխոզը արդեն կարախոր է, նաեւ հիպնոզ չի խոր տրվում ու չի կարելի են մարդկանց, ովքեր ունեն տրավմաներ, մանկության տրավմաներ, հա, լուրջ այդպես տրավմատիկ վիճակներ, որտեղ ավելի կարա վիճակը խորացնի։ Ես որպես հոգեբան, իհարկե, խորհուրդ կտամ, որ ավելի շատ հոգեթերապիայի դիմեք։ Ինչի համար, որովհետև հոգեթերապիան ավելի խորքային է, հա, պատճառները լուծում, օգնում է ձեզ ճանաչել ձեր մտքերը, հույզերը, փոխել ձեր վարքագիծը, ինչպես նաև զարգացնել հմտություններ եւ հետագայում, ապագայում դժվարությունների հանդիպելուց արդեն իսկ կասնել ավելի ռացիոնալ որոշումներ։ Այսպիսով, եթե որոշել եք դիմել հիպնոզի, անպայման գոնե հաշվի առեք, հա, տվյալ մարդը իրապես մասնագետ է թե ոչ, ինչպես նաև շատ երկար մտածեք, հա, դիմելուց առաջ։